Խնամված լինելն է Չերչինյան Cosmetics։ Բարևիմ շացիելի հեռուստադիտողներ, Մեդինֆորմի շրջանակում այսօր զրուցել ենք սոնոգրաֆիկ հետազոտության անհրաժեշտության, կարևորության մասին եւ այն մասին, թե ինչպիսի ինֆորմացիա ենք առհասարակ մենք ակնկալում եւ ստանում սոնոգրաֆիկ հետազոտության արդյունքում։ Ես սիրով զրուցել եմ հրավիրել բժշկական գենետիկայի կենտրոնի բժիշկ սոնոգրաֆիստ Հասմիկ Գրիգորյանին, բարև բժշկուհի։ Շնորհակալ եմ, որ մեր ծրագրի հյուրն եք Եվ այսպես սոնոգրաֆիայի մասին խոսենք, այ որքանով է այն ինֆորմատիվ հետազոտության տեսակ եւ ինչ ակնկալել այս հետազոտությունից։ Մասնավորապես իհարկե կանգ առնենք հիմա կրծքագեղձի սոնոգրաֆիայի պատկերի վրա։ Ընդհանրապես սոնոգրաֆիան ամբողջ աշխարհում դիտարկվում է որպես հեշտ, արագ եւ ինֆորմատիվ հետազոտման մեթոդ։ Այն ցավեր այս հետազոտության ժամանակ որպես այդպեսին չկան, ինքը ինֆորմատիվ է եւ որպես էժան հետազոտության մեթոդ ամենահաճախ կիրառվող հետազոտություններից մեկն է։ Շատ հաճախ կրծքագեղձի հետազոտության ժամանակ ինչ-որ տարիքային շեմ կա, չէ, դրանից հետո արդեն ցուցվում է մամոգրաֆիան։ Առհասարակ ինչ կարծիք ունեք այս մասին, արդյոք պետք է այնքան ժամանակ կատարել սոնոգրաֆիկ հետազոտություն, եթե ինչ-որ խնդիր չկա, շարունակել այդպես։ Կրծքագեղձերի սոնոգրաֆիան ընդհանրապես ցուցված է բոլոր տարիքային խմբերի կանանց։ Նախ պետք է նշեմ, որ կրծքագեղձերի սոնոգրաֆիան բավականին տարածված, անցավ, անվտանգ եւ ինֆորմատիվ մեթոդ է։ Այս հետազոտության միջոցով մենք հետազոտում ենք կրծքագեղձերի կառուցվածքը եւ այն ավելի ճիշտ է կատարել ավելի երիտասարդ տարիքի կանանց, իսկ 40 տարեկանից հետո արդեն ցանկալի է կատարել եւ սոնոգրաֆիա եւ մամոգրաֆիա։ Մինչև 40 տարեկանը, եթե սոնոգրաֆիկ հետազոտության միջոցով կրծքագեղձերում հայտնաբերում ենք խնդիր եւ որը վտանգավոր է կյանքի համար, այդ դեպքում արդեն կյանքի ցուցումով մենք ուղեգրում ենք մամոգրաֆիկ հետազոտության։ Իսկ եթե չկա ցուցում, ցանկալի չէ մինչև 40 տարեկանը կատարել կրծքագեղձերի մամոգրաֆիկ հետազոտություն։ Հասմիկ, երբ է պետք կատարել սոնոգրաֆիկ հետազոտություն կրծքագեղձերի առումով եմ հիմա միայն հարցնում։ Եթե կրծքագեղձերում ունենք ցավ, կոշտացում, պտուկից արտադրություն, այդ դեպքերում պետք է անհապաղ դիմել կրծքագեղձերի սոնոգրաֆիայի։ Իսկ ընդհանրապես կրծքագեղձերի սոնոգրաֆիա անհրաժեշտ է կատարել դաշտանի 5-ից 7-րդ օրերին։ Իսկ այն կանայք, ովքեր որ արդեն գտնվում են դաշտանադադարի փուլում, կարող են սոնոգրաֆիա կատարել ցանկացած օր։ Օրինակ սոնոգրաֆիա, կրծքագեղձի սոնոգրաֆիայի ժամանակ ինչ խնդիրներ կարող են հայտնաբերվել։ Կրծքագեղձերի սոնոգրաֆիայի միջոցով մենք կարողանում ենք հայտնաբերել միայնակ եւ բազմակի կիստաները, ֆիբրոադենոմաները, ֆիբրոզ փոփոխությունները, բորբոքային փոփոխությունները, այնտեղ լիմֆատիկ հանգույցների փոփոխություններ կարող են դիտվել, ոչ բարորակ բնույթի կասկածելի գոյացություններ կարող ենք հայտնաբերել։ Սկսենք կիստաներից, դրանք հեղուկով լցված բարորակ գոյացություններ են, հիմնականում առաջանում են հորմոնալ ֆոնի վրա, հորմոնալ փոփոխությունների ֆոնի վրա են դիտվում։ Այս դեպքերում ցուցված է դինամիկ սոնոգրաֆիկ հետազոտություն 6 ամիսը 1 կամ տարին 1 անգամ։ Կիստաները հիմնականում չեն չարորականում որպես այդպիսի, բայց դա չի նշանակում, որ դրանց պետք է անուշադրության մատնել։ Ֆիբրոադենոմաները դրանք հյուսվածքային բարորակ գոյացություններ են, ունեն հստակ սահմաններ, եզրեր եւ շարժունակություն եւ շատ ավելի հաճախ հանդիպում են ավելի երիտասարդ կանանց շրջանում։ Ֆիբրոզ փոփոխությունները, ֆիբրոզ կիստոզ մաստոպաթիաներ, այսպես շատ տարածում ունի այս խնդիրը, դրանք նույնպես կապված են հորմոնալ փոփոխությունների հետ եւ այս դեպքում հիմնականում կանայք գանգատվում են ցավից, կրծքերում ծանրության զգացողությունից,
որը ավելի արտահայտված է դառնում մինչև դաշտանային ցիկլը։ Նախադաշտանային սիմպտոմներ են դրանք համարվում։ Բորբոքային փոփոխությունները, օրինակ մաստիտը, աբսցեսը հիմնականում հայտնաբերվում են կրծքով կերակրող կանանց մոտ։ Այդ դեպքերում սոնոգրաֆիկ հետազոտության միջոցով մենք տեսնում ենք կաթնային ծորանների լայնացում, այտուց։ Այս պրոցեսները հիմնականում ուղեկցվում են տվյալ հատվածի կարմրությամբ, ցավով, ջերմության բարձրացումով։ Կասկածելի հանգույցները, դրանք ոչ հստակ եզրերով, անհամասեր ստրուկտուրայով գոյացություններ են։ Սրանց հայտնաբերման դեպքում մենք դիմում ենք լրացուցիչ հետազոտությունների, օրինակ մամոգրաֆիան եւ կարիքի դեպքում նաեւ բիոպսիա։ Կրծքագեղձերի ուլտրաձայնային հետազոտության ժամանակ շատ կարևորություն պետք է տալ նաև հարակից ավշային հանգույցներին, հետազոտում ենք անոթափոսերի ավշային հանգույցները, թևատակերի ավշային հանգույցները, վեր եւ ստորանրակային շրջանների ավշային հանգույցները։ Երբեմն բորբոքային փոփոխությունների ֆոնի վրա մենք կարող ենք հայտնաբերել ավշային հանգույցներ, որոնք ունեն հստակ սահմանագծված եզրեր, լիմֆատիկ հանգույցներ կարող ենք տեսնել բորբոքային փոփոխությունների ֆոնի վրա կամ այլ տիպի պաթոլոգիկ փոփոխությունների ֆոնի վրա։ Շատ լավ, եւ քանի որ սոնոգրաֆիայի միջոցով նաեւ մեկ այլ շատ կարեւոր օրգան է հաճախ մեր ուշադրության կենտրոնում, դա վահանաձև գեղձն է, Հասմիկ, խնդրեմ ներկայացրեք, թե այն ընդհանրապես ինչ կարեւորություն ունի մեզ համար, դրա անհրաժեշտության կարեւորության մասին խոսենք, հետո կանցնենք դրա սոնոգրաֆիկ հետազոտության տվյալներին։ Իհարկե, դիմելիությունը շատ մեծ է վահանաձև գեղձի հետազոտության, հատկապես կանայք են շատ դիմում։ Սկսենք նրանից, մի քիչ խոսենք վահանաձև գեղձի կառուցվածքի մասին, բացատրենք, թե որտեղ է գտնվում վահանաձև գեղձը եւ որն է այդ փոքրիկ օրգանը, որը կառավարում է մեր ամբողջ օրգանիզմը։ Վահանաձև գեղձը գտնվում է պարանոցի առաջային հատվածում, այն ունի թիթեռնիկի տեսք, կազմված է երկու բլթերից եւ համարվում է մեր օրգանիզմի ամենախոշոր էնդոկրին գեղձը։ Այս գեղձի հիմնական ֆունկցիան հորմոնների արտադրությունն է, որոնք մասնակցում են մեր հիմնական նյութափոխանակությանը, առողջ նյարդային գրգիռների առաջացմանը, ածխաջրերի ներծծմանը, սրտի կծկումների կարգավորմանը եւ այլն։ Բժշկուհի, վահանաձև գեղձի ֆունկցիայի խանգարման հետևանքով ինչ խնդիրներ կարող են առաջանալ։ Վահանաձև գեղձի ֆունկցիայի խանգարման հետևանքով առաջանում է հորմոնների քանակի փոփոխություն, այսինքն դրանք կարող են ավելանալ կամ պակասել, հիպեր կամ հիպոթիրեոզ։ Հիպոթիրեոզին բնորոշ նշաններն են քաշի ավելացումը, սրտի կծկումների դանդաղումը, մաշկի չորությունը, եղունգների փխրունությունը, անընդհատ հոգնածություն, նյարդային գրգռվածություն, տագնապի զգացողություն եւ նմանատիպ էլի շատ նշաններ։ Հիպերթիրեոզի ժամանակ լինում է հակառակը քաշի պակասում, չնայած լավ ախորժակին, սրտխփոց, հոգնածություն ենք ունենում, դաշտանային ցիկլի խանգարումներ ենք ունենում, եղունգների փխրունություն, մազաթափություն, անընդհատ նյարդային ջղագրգիռ վիճակներ, այս գեղձի ֆունկցիայի խանգարումը կարելի է ասել բերում է մեր ամբողջ օրգան համակարգերի նորմալ աշխատանքի խանգարմանը։ Ինքը ամենակարևոր օրգաններից մեկն է մեր օրգանիզմում։ Իսկ երբ է ցուցված կատարել վահանաձև գեղձի հետազոտություն, արդյոք այս նշանները նկատելուց հետո թե մինչ այդ էլ պետք է կատարել։ Հետազոտությունը ընդհանրապես ցուցված է կատարել ցանկացած այս կլինիկական նշաններն ունենալու դեպքում նախկինում հայտնաբերված հանգույցների դինամիկ հսկողության դեպքում, իսկ առավել հաճախ որ տարիքային խմբերում է ցուցված կատարել։ Այս խնդիրները հիմնականում 30-ից 60 տարեկան կանանց շրջանում են հայտնաբերվում։ Շնորհակալ եմ Medinform-ի զրուցակիցը լինելու համար։ Ես էլ եմ շնորհակալ։
Հարգելի հեռուստադիտող, իսկ ես շնորհակալություն եմ հայտնում ձեզ ուշադրության համար, մեզ մշտապես հետևելու համար, գրեք այն թեմաները, որոնք ձեզ հետաքրքիր են, իսկ այսօր մենք զրուցեցինք սոնոգրաֆիկ հետազոտության անհրաժեշտության մասին, հատկապես խոսեցինք կրծքագեղձի եւ վահանաձև գեղձի շրջանում կատարվող սոնոգրաֆիկ հետազոտության մասին։ Եվ իմ զրուցակիցներ բժշկական գենետիկայի կենտրոնի բժիշկ սոնոգրաֆիստ Հասմիկ Գրիգորյանը։ Ինչ ջրեք, ջուր խմելու ժամանակն է։ Հարգելի հեռուստադիտողներ, ողջույն, սկսում ենք առողջ մարզումներ էջը։ Ես գտնվում եմ Hills սպորտային համալիրում եւ մարզիչ Արտուրն է հիմա իմ զրուցակիցը։ Նա մեզ ուղղորդելու է ճիշտ մարզվել, որպեսզի մարզումները օգուտի փոխարեն մեզ վնաս չպատճառեն։ Այսօր ես ուզում եմ մի քանի հարց ուղղել նրան, այնուհետև ցույց կտանք վարժություններից որոշը կատարելու գրագետ ուղին։ Ողջույն Արտուր։ Ողջույն։ Եթե առաջինը մտնում ենք սպորտային դահլիճ, ինչ վարժություններից է ճիշտ սկսել մարզումները։ Նախավարժան ամենաառաջինը պետք է անենք, որից հետո տվյալ մարդը պետք է իմանա ինչ է ուզում անել։ Իսկ եթե ինքը եկել է ուժային մարզումներից, սկսում է ուժային մարզումներով։ Բայց նախավարժանքից հետո, եթե ուզում են իհարել, արդեն կարդիոպարապմունքներ պետք է անի։ Այդպես։ Հիմա մենք սկսենք թևի մկանները աշխատացնելուց։ Սիրով։ Ուժային ենք անելու։ Դա հետաքրքրում չէ Արտուր։ Այո։ Հատկապես թևեր, որոնք ցանկալի են իհարել։ Ցանկալի են իհարել, այո, շատ Եվ պաշտ նաև ձիգ լինել, ինչ ոչ, այս հատվածը, որ բոլոր կանանց մոտ խնդիր է։ Ահա, դե վերցնենք, էսի դու այստեղ։ Ծունգը դրեցինք։ Ոտքը դեպի ինձ, մի փոքր, շատ լավ է։ Կարևորը այս գործողության ժամանակ ուսերը լինեն հավասար եւ արմունկը մարմնից մի փոքր լինի վերև, որպեսզի ամբողջ ընթացքը մկանները ճիշտ աշխատեն։ Սա աշխատում է ձեռքերի վերևից։ Ձեռքերի, այո, տրիցեպսն է աշխատում, այո։ Ուսերը հավասար թող լինեն։ Շատ լավ է։ Արտաշունչ, խորը շունչ։ Իսկ այ վերանով արտաշունչ է։ Նշում են մարզիչները, դա պարտադիր է։ Պարտադիր է, իհարկե, շնչել, արտաշնչելը շատ կարևոր է, որտեղ ուժ տալուց պետք է այդ ամեն ինչը ճիշտ անենք։ Միջինում քանի հատ պետք է կատարել սա։ 20 հատ պետք է կատարենք։ Հարգելի հեռուստադիտող, նշեմ, որ 3 կիլոգրամանոց է այս սարքը, որը ես կիրառում եմ, եւ այնքան էլ հեշտ չէ։ Այո։ Սկզբի համար հատկապես։ Երևի սկզբում 2 կիլոգրամանոցից, չէ՞։ Հա, թեթև կարելի է սկսել։ Եվ յուրաքանչյուր ձեռքը 20 հատ։ 20 հատով, այո, 3 մոտեցում պետք է կրկնենք։ 3 մոտեցում, այո։ Այդ դադարները ինձ միշտ հետաքրքրել են, ինչու համար են։ Դադարները, մկանները վերականգնելու համար են։ Մարդիկ կան, ովքեր անում են վարժությունը եւ ասում են, «Всё, հիմա կարամ նորից անեմ», այսինքն անմիջապես, որը ցանկալի չի։ Այսինքն արդյունավետությունը կորում է այդ ժամանակ, որտեղ ձեր նախատեսված քանակը դուք սկսում եք չկարողանալ կատարել։ Դրա համար հանգիստները պարտադիր են։ Ես կխնդրեմ դուք էլ ցույց տաք այս վարժությունը, միգուցե ես ձեր պես գրագետ չկատարեցի։ Վարժությունը կատարելու շատ կարևորը մեջքի ուղիղ լինելը եւ արմունկը որպեսզի լինի նկրկին, մարմնից մի փոքր վերև։ Ծնկները կիսածալած ենք պահում, որպեսզի օրինակ տղաներ կլինեն, ովքեր ուզում են այս վարժությունը անել, որտեղ ինքը շատ լավն է։ Ծանր անելու ժամանակ նագրուսկեն ընկնում է գոտկային հատվածի վրա։ Երբ որ օրինակ թեք են լինում կամ ծունգը ուղղ է լինում, արդեն թևը իջնում է ներքև, որը արդեն ինքը սկսում է կարճ աշխատել այս դեպքում։ Իսկ կան մեջքի խնդիրներ, որոնց դեպքում ծանրաբեռնվածությունը, քանի որ մեջքի վրա ընկնում է, սա ցուցված չէ։ Այս պարագայում հակացուցված չի, ինքը նագրուսկեն մեջքի վրա չի ընկնում, քանի որ մենք ճիշտ դիրքի վրա ենք այս բանը։ Ահա, հենման կետ ունենք։ Հենման կետ ունենք, այո։ Աշխատանքը լինում է այսպես։ Այո, միայն ձեռքի արմունկից ներքև։ Այո, այստեղ կարևոր գործոնը, որ ուսերը լինեն կրկին հավասար, վերև չլինի, որտեղ վերևի ժամանակ ինքը նորից լիարժեք չի բարձրանում վերև, այսինքն ձեռքը կիսատ է բացվում։ Իսկ երբ որ մենք արդեն հավասարվում ենք, ինքը տեսեք ինչքան է բարձրանում վերև։ Լիարժեք աշխատում է եւ ամենակարևորը շատ բերել այստեղ պետք չի։ Կանանց դեպքում էլ օրինակ երբ որ թեթև է լինում, անկախ ամեն ինչից աշխատանքը ստացվում է այս դիրքով, որը որ սա էլ պետք չի։ Այս չիցինգը պետք չի անել, ստատիկ պահում ենք եւ դանդաղ աշխատանք։ Դա ամենատարածված սխալն է, որ կանայք կատարում են այս վարժությունը անելիս։ Այո, այս սա պետքա չանեն, որտեղ ինքը այստեղ արդեն չի աշխատում։ Ահա, պետք է։ Իսկ երբ որ մենք քաշը իջացնում ենք, արդեն մենք մկանը զգում ենք։ Ահա։ Իսկ երբ որ բերում ենք այստեղ եւ արագության տակ բարձրացնում ենք, այդտեղ արդեն թույլ է աշխատում։
շատ մեծ է ձեր ցույց տված վարժության եւ իմ կատարած վարժության միջև տարբերությունը։ Մի փոքր։ Բայց ընթացքում սովորեք։ Արտուր, իսկ ինչու է ճիշտ մարզումների ընթացքում պարտադիր ջուր կմել։ Ծանր պարապմունքների ժամանակ, որպեսզի չջրազրկվենք, դրա համար ջուրը պարտադիր է։ Վերականգնման համար է շատ լավ, դրա համար բոլորին խորտ կտանք ջուրը խմել։ Այո, այո։ Քիչ-քիչ կում, որպեսզի վկրացությունը չառաջացնի, այնպես որ այո, այնպես որ մարզումները պետք է ուղեկցվեն անպայման ջուր խմելով։ Ֆիլթր ջրեր ջուր խմելու ժամանակն է։ Կարևորը խնամված լինելն է։ Չերչինյան Cosmetics